Արմավիրի մարզի Հայթաղ գյուղն է, որն ունի ավելի քան 3000 բնակիչ։ Առաջին հայացքից կյանքն այստեղ ընթանում է բնականոն հունով։ Ծնողները զբաղված են իրենց տնտեսություններով, երեխաներն էլ գնում են դպրոց, հաճախում տարբեր խմբակներ։ Սակայն գյուղացիների պնդմամբ իրենց կյանքի որակի վրա ազդում են կուտակված խնդիրները, որոնցից առանձնացնում էին անկանոն ջրամատակարարումը և գյուղամիջյան ճանապարհների վիճակը։ Ներքին ճանապարհը բոլորը քարուքանդեղած են։ Սալապատում չկա։ Չէ։ Գազը ջուրը լավ լինի։ Մի քիչ սոված չմնանք, յոլա գնանք ապրենք։ Պետք է քանդեն նոր միացում անեն, դրա համար երբ ձգձգ մնա։ Մի քանի տարի լուծեցին, փչացավ ու այդպես մնում, հիմա չկա։ Նորից ուզում են քանդեն, սարքեն, տենա երբ կլինի։ Բնակավայրի վարչական ղեկավար Պապկեն Կարապետյանի խոսքով ջրամատակարարման հարցը կլուծեն գարնանը։ Ասում է գյուղում ունեն խորքային հորեր, սակայն ամռան շոգ օրերին չի բավականացնում գյուղացիներին։ Նոր ոռոգման համակարգ պետք է կառուցեն, քանի որ հինը շահագործման ենթակա չէ։ Մեկ այլ կարևոր խնդիր է աղբահանության կազմակերպումը։ Գյուղի մի շարք հատվածներում ըստ բնակիչների աղբակույտեր են։ Աղբահանություն լինում է, բայց շատ վատ վիճակ է։ Նայեք ձեր աջ կողքը նայեք, կտեսնեք ինչ է։ Շատ վատ է։ Գյուղում առաջնորդի աղբի վերացումն է։ Գյուղացիներին մտահոգում են նաև վարկերի բարձր տոկոսադրույքները և գյուղմթերքի իրացման խնդիրը։ Նրանց խոսքով գնաճի պատճառով գնողունակությունը նվազել է, մարդիկ պարզապես չունեն բավարար միջոցներ գյուղմթերք ձեռք բերելու համար։ Իրենց ծախսը ևս շատ է, թանկ է վառելիքն ու պարարտանյութը։ Վարչական ղեկավարի խոսքով իրացման խնդիրը միշտ էլ կա։ Մի տարի շատ են վաճառում, մի տարի քիչ։ Ուղղակի գյուղացիները իրենց հողերը չեն շահագործում, որտեղ չեն կարող ռեալիզացիաներ կատարեն, ցորենը իրեն չի արդարացնում, մի հեկտար ցորենը տալիս ասենք մի 3 տոննան հազիվ հանի իր ծախսերը։ Ջերմոց ունեմ, հողեր ունեմ, կլուբնիկ ունեմ։ Ստացվում է իրացնելը, թե քիչ է էլի։ Ոչինչ, չի ասիլա, ոչինչ, ուղղակի գները թանկ են ամեն ինչ էլի։ Տրակտորների գործնելա թանկ, սայլերկա բենզինը թանկ են, ամեն ինչը թանկ է։ Հենց մի ես բանջարեղեն ունեմ, չեմ կարող վաճառել, որովհետև չեն առնում, ժողովրդի ձեռը կարելի ասել փող չկա, գումար չունեն։ Ինքանք հողեր մշակիկ 2 տարի քալապ տելը մեկ մլմա դաշտը, բանը դարը բերում եմ ճագարների, ժողովրդի բաշնը, լավ չի։ Պապկեն Կարապետյանի խոսքով բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից կարգավորել։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգել են գյուղի մանկապարտեզը, խորքային հոր են վերանորոգել, 4-5 փողոց գազաֆիկացվել է, արդիականացվել է լուսավորության համակարգը։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Ռեգիոնս TV, Արմավիրի մարզ, գյուղ Հայթաղ։